Կինը կյանքի հիմքն է, կյանքի աղբյուրը, ամենամեծ ուժը։ Նա դեռ շատ մեծ ապագա ունի։ Հովհաննես Թումանյան։ Կինն առեղծվածային էակ է, ով զարդարում է մարդկությանն իր գեղեցիկ ներկայությամբ, ոգեշնչում շրջապատին և անսահման սեր փոխանցում։ Խորն են նրա ներքին շերտերն ու գույները։ Պատմության քառուղիներում միշտ էլ եղել են կանայք, ովքեր ներշնչել են պոետներին իրենց կամքի ուժով, մտքի սրությամբ, արտաքին գեղեցկությամբ և դարձել նրանց մուսան։ Կինն արարվել է որպես նուր, գեղեցիկ, միևնույն ժամանակ ուժեղ էակ։ Հայոց պատմության ոսկեղեն էջերում հայ կինն ունեցել է իր ազդեցիկ դերակատարությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության պաշտպանության և պահպանման, այլև ազգի հարատևման, ընտանիքի ամրության, ավանդույթների պահպանման գործում։ Հայ ժողովուրդը մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել կնոջ, մոր հանդեպ դեռ հեթանոսական ժամանակներից, երբ աստվածների շարքում էին դասվել Անահիտը, Աստղիկը, Նանեն։ Մեր ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում բազմաթիվ են ճակատագրական փուլերը, երբ հայ կինը կանգնած է եղել բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման գոյամարտների առաջնագծում։ Թարմ են հիշողությունները Արցախյան պատերազմից, երբ բազմաթիվ կանայք իրենց ներկայությամբ ոգևորում էին, բուժում, մարտչում ռազմաճակատի առաջին գծում։ Նրանք իրենց հայրենասիրությամբ, խիզախությամբ ապացուցել են, որ կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ապրելով պատմական այդ դժվարին ժամանակաշրջանում, ձեզ նորից բաժին է ընկել ազգապահպան գործը, որի համար դուք ջանք ու եռանդ չեք խնայում։ Հայ կնոջ կերպարը դարերի ընթացքում կատարելագործվել ու ամրապնդվել է, իր հիմքում ունենալով մշակութային մեծ ժառանգություն։ Այդ կերպարը փոխվել է ժամանակին համընթաց։ Նրանք, կանայք, ոչ միայն օջախի կրակն են վառ պահում, կազմակերպում խոհանոցային կյանքն ու օրորոցի հավերժությունը, այլև գործադրելով իրենց կանացի հմայքները, մտորեն ինտեգրվում են հասարակական բոլոր ոլորտներում և հասնում մեծ հաջողությունների։ Վայոց ձորի մարզային գրադարանը իր աշխատանքային գործունեության ընթացքում պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ նվիրված հերոսացի մայրերին, մեծարում կին գրողներին և մարզի վաստակաշատ կանանց։ Իմ կյանքի հեքիաթը խորագիրը կրող գրքային ցուցահանդեսում ձեզ ենք ներկայացնում այն գրքերը, որտեղ պատմություններ են կանանց մասին, ովքեր անցել են իրենց բաժնին ընկած կյանքի դժվարին ուղին և հաղթահարելով բոլոր արգելքներն ու անհաջողությունները հասել են իրենց նպատակներին։ Թե պատմության, թե գրականության մեջ կնոջ կերպարը շարունակաբար փոխում է արտացոլելով հասարակության զարգացումները։ Դրանք ամենատարբեր պատմություններ են, անհավանական, հուզիչ, ոգևորող, զարմացնող։ Այդ գրքերը կպատմեն ձեզ հույսի, հավատի, պայքարի և անհնարինը հնարավոր դարձնելու մասին։ Վարդուհի Վարդերեսյան, Իմ կյանքի հեքիաթը, Անի Քոչար, Հանցնվել չկա և Կյանքը երկրորդ փորձից, Շերոն Դրեյփեր, Աղմկոտ լռություն, Հասմիկ Սիմոնյան և Արմինե Դանելյան, 50 կանայք, որ փոխեցին աշխարհը և Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը, Արփի Վանյան, Անհնարինը հնարավոր, Միշել Օբամա, Իմ պատմությունը և ելի շատ գրքեր, որոնք կօգնեն ձեզ հավատալ և երազել։ Երազիր, երազանքները ոգեշնչում են և թևեր են տալիս, որ ճախրես։ Երազիր, երազանքները քեզ ստիպում են շարժվել տեղից ու քայլել առաջ։ Երազիր, առանց երազանք դու փրփուր ես ծովի ալիքների մեջ, երազանքով ալիքները ճեղքող նավ։ Երազիր, որովհետև մենք այս աշխարհ ենք եկել երազելու, սիրելու և ստեղծագործելու համար։ Մենք ենք մեր կյանքի սցենարի հեղինակը, ուստի եկեք վերնագրենք մեր սցենարն այսպես. անհնարինը հնարավոր է։